Խաղաղության պայմանագրի տեքստը Հայաստանն ու Ադրբեջանը տևական ժամանակ է համաձայնեցրել են։ Մինչ Հայաստանը հայտարարում է, որ պատրաստ է կնքել խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանը ոչ միայն նախապայմաններ է առաջ քաշում, այլև 2 ամսից ավելի է պարբերաբար կրակում է Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։ Ֆակտոր TV-ի նկարահանող խումբը այցելել է Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնք։ Զրուցել են Գորիսի բնակիչների հետ, պարզելու նրանց կարծիքը խաղաղության պայմանագրի և ադրբեջանական կրակոցների մասին։ Ադրբեջանը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել ու հավատարիմ մնալ դրան։ Չէ։ Ոչ, 100%-ով ոչ։ Կնքի պայմանագիրը։ Ով է ստիպելու։ Եվրոպան, Ամերիկան, ամբողջ աշխարհը, մենակ ինքը չի կարողանա ոչ բան անել, ոչ մի բան։ Ալիևը խաղանում, вот и все, վիրանտ պետք չի։ Չեմ կարծում, որ նման բան կլինի և շատ վատ եմ տրամադրված այն հանգամանքին, որ մեր ղեկավարությունը միշտ հույսերը փայփայեն, որ կարող է խաղաղություն լինել։ Ուրեմն ինքը չի ուզում կրակումա, որ ուզենա տես հանդարտ կլինի, խաղաղ կլինի, ինչ ասեմ, մենք չգիտեք, ամեն անգամ խոզնավարի ժողովուրդը շատ բանի մեջ են, ստրեսի մեջ են, ինչ գիտեմ չեմ, մեկ էլ եք, օրինակ ապրում եմ ես Արցախյան ճանապարհի վրա, մեկ էլ եք ամեն անգամ սարսափի մեջ, չգիտեք, ինչ վիճակում եք ապրում եք, ոչ քնուն եք, ոչ չգիտեմ ինչ ասեմ, վախենում եք, չգիտեմ։ Մենք Ղարաբաղից ենք, այս նույն վիճակը, ասում աչքը տեսածից է վախենում, այս նույն վիճակը մեր մոտ է եղել, գյուղերին, տրակտորիստին, հողին, պատուհանին, ամեն տեղ փորձելով սենսնենց, դա չի նշանակում, որ մարդ չի վիրավորում, մարդ չի սպանվում, մարդ չի զոհվում, դա ոչինչ, որ մեր կառավարությունը արդարացնում է նրանով, որ ոչ մի տենց թիրախային չեն կրակում, անկանոն են կրակում, դա դեր ոչինչ չի նշանակում, հենց տեղից են սկսում։ Ես ինքս Բաքվից եմ եկել, դե ինչ ասեմ, շատ դժվար է, կրակում են ճիշտ է, խոզնավար, խանացախ, մեկ դեղի են կրակում չգիտեմ, երևի ուզում են գյուղերը վերցնեն։ Դուք պատկերացնում եք, որ այն մարդը քնում է, այդ ամբողջ գիշեր, նա վախը նրա մեջ, իր երեխեն քնած, ոչ ընտանիքի անդամները, հետո ինչ որ այս անգամ կրակեց, մարդ չսպանվեց, բայց այդ վախը, այդ ստրեսը, այդ ապրումները, դա բավական է, որ մարդիկ ընդեղից, օրինակ, ես Ղարաբաղի գյուղերի, ես Ստեփանակերտից եմ, Ղարաբաղի գյուղերին, որ կրակում էին, տրակտորիստ էր վիրավորվում, պատուհանին էին խփում, ասենք, շատ ամբողջ Ղարաբաղը անտրամադիր էր դառնում, որտեղ գիտեինք նրանց նպատակները, որ ուզում են գյուղը, այս գյուղը, այն գյուղը, ուզում են մարդկանց ահաբեկեն, որ թողնեն այդ գյուղը մարդկանց բնակչությունը այդ գյուղից դուրս գա։ Անկախ ամեն ինչից սյունեցիները ամուր են կանգնած իրենց հողի վրա։ Խաղաղության պայմանագրի կնքման դեպքում դուք օրինակ պատրաստվում եք գնալ Բաքվում ապրել, այնտեղի հայերը գան այստեղ Հայաստանի տարածքում ապրել։ Արդեն ուշ է, 30 քանի տարի արդեն, 88 թվից, 37 տարի արդեն մենք ապրում ենք Գորիսում, էլ ինչ Ադրբեջան չեն գնա, ես անձինս չեմ գնա։ Խաղաղության պայմանագրի կնքման դեպքում կարող եք հաշտ ապրել ադրբեջանցիների հետ առևտուր անել։ Մի քիչ դժվար է, բայց կհաշտվեն, կհարմարվեն։ Բացառված այնքան տղաները մեռան, գնանք հետը կիսենք առնենք, չէ, անձամբ իմ տղաս կռվի մասնակցել է, աշկերը կուրացրել,
Ժամանակի խնդիրը ներկայիս պարագայում ես չեմ գտնում, որ նորմալ կլինի։ Հետագայում ես իմ ինչքան տարիներ պետք է անցնեն, որ այդ բանը կատարվի։ Հնդկաստանը մեկ էլ Պակիստանը իրար հետ մեջի մեջ են։ Առևտուր են անում, քյում են, կյամ են։ Բայց այդ էլ ասեմ, Հնդկաստանը մեկ էլ Պակիստանը, դա մի երկիր այլ է։ Հնդկաստան այլ է։ Անգլիացիները փոլենացալ, դարալ է երկու երկիր։ Դե խետ էլի նեղել է, էլի գալմղալը կա, բայց էլի առևտուրը միշտ էլի նիլու է էլի։ Տշնամանքը այնքան խորն է, որ երկու պետություններ իրար հետ այնքան ամուր է այդ տշնամանքը։ Տարիներ է պետք երևի, որպեսզի այդ տշնամանքից դուրս գան, բայց մենք սյունեցիները շատ ենք սիրում մեր երկիրը, շատ ամուր ենք կանգնած, չենք էլ մտածում այստեղից դուրս գալու մասին կամ ինչ որ մի բան, Աստված չան։ Что-то я не верю в это. Պիտի Ալիև չինի, ուրիշ չինի նորմալ մարդ։ Չարաբերականորեն մտածում եմ, որ դեռ ոչ։ Եթե ինքը ինչ-որ մտադրություններ ունի եւ անելիքներ ունի, չեմ կարող ստույգ ասեմ, դա ես մի քիչ քաղաքականություն շատ հեռու մարդ եմ, բայց համենայն դեպս մտածում եմ, որ ամեն ինչ լավ կլինի դեպի օգուտ Հայաստանի։ Երևի մի դար պետք է, որ այդ հարաբերությունները նորից կարգավորվին։ Բարդված չպիտի լինենք, էլի սենց շատ ընկճված ենք։ Սարսափելի ընկճված ենք։ Պիտի մենք vocation չեք հաղթանակ ասելով գոնե մենք մեզ vocation չեք մեր սահմանները ամուր պահելու համար։ Թե չէ սենց տալով կպրծնենք։ Կարելի է խուսափել պատերազմից, խաղաղության աղավնիներ տեսնենք երկնքում, շատ դժվեցինք, ոսկե երիտասարդություն կորցրեցիք, նորից պետք է կորցնեք։ Չի կարելի մոռանալ։ Ես չեմ կարծում, որ կարող են հաշտ ու համերաշխ ապրել։ Թե մտածում ենք, որ խաղաղության պայմանագիր լինի, ինչ որ մի թղթի վրա ստորագրեն, գրեն խաղաղություն, դա ինչ որ Թուրքին, Ադրբեջանցուն տապահել, ոչ, սենց ոնց նայում ես թուրքերն են, բոլոր կարևոր բարձունքներին, ինչի համար է եկել, ինչի համար է կանգնել, ինչի համար է գրավել այդ կարևոր բարձունքները, որ առևտուր անի, իհարկե ոչ, նրան նպատակները շատ, դե գիտենք ինչ են նրան նպատակները,